Ես պիտի գնամ հասկանում ես, ես պիտի գնամ ես չեմ կարող ստեղ։ Ազիվ ես շնչում, վրետ հալ չկա, ինչ գնալու մասին է խոսքը։ Ես չեմ կարող ստեղ հանգիստ պարկել, հասկանում ես, ես պիտի զանգեմ ինձ հեռախոսը։ Հանգիստ կպարկես և շնորհակալ եղիր, որ դեռ ողջ ես։ Հեռախոս, ինչ հեռախոս, այստեղ հեռախոս չկա։ Ես չեմ հասկանում, ես մոտակայքում հեռախոս ունեցող մարդ չկա։ Այստեղ առհասարակ մարդ չկա։ Ինչի հետ որտեղ ենք, որ մարդ չկա։ Անտառում, մոտակա գյուղից 5 կիլոմետր հեռու։ Անտառում։ Դա։ Այդ քեզ Ռաֆայելն ասել, որ ինձ ստեղ պահես։ Ռաֆայել, չէ, ես ոչ մի Ռաֆայել չեմ ճանաչում։ Գտել եմ քեզ լճի մոտ, ջրի մեջ։ Քեզ Ռաֆայելն ասել։ Ասում եմ չեմ ճանաչում ոչ մի Ռաֆայել, գտել եմ քեզ ջրի մեջ, լճի ափին։ Պատմեմ։ Լճի մոտ։ Հա։ Լճի մոտ։ Ահա։ Այս վիրովի։ Հիշեցի՞ր։ Ինձ բերեցին ստեղ։ Հետո գցեցին ջուրը։ Հետո ջրի սառնությունից ուշքի եկար և երևի դուրս ելար ափը։ Այնտեղ էլ քեզ գտել եմ։ Երևի։ Չեմ հիշում։ Այսա տղայիս տանը կսազի։ Լավ, այդ դեպքում ես տնօրենի հետ խոսեմ, հա? Լավ, սպասեմ։ Լավ է։ Եթե մի 30% զեղչանի, մի քանի օրից կգամ կահույքի ետևից։ Բադ չի, էսկին ինձ լավ օգուտ կբերի։ Երեխաներ, նախ մի կարևոր հայտարարություն։ Սա եք Գեր Պետրոսյան ջան։ Խոսքս հատկապես տղաներին եմ ուզում ուղղել։ Ասեք Գեր Պետրոսյան։ Ձեր ասածը մեր համար օրենք է։ Տղաներ, ես խնդրում եմ ձեզ, ու ինչու ոչ, նաև պահանջում, որ վերջին զանգի օրը ոչ ոք մեքենայի ղեկին չնստի։ Պիտի հաստատ Լուսոնը չէ ասել։ Չէ, Լուսինեն չի ասել, բայց շատ ուրախ եմ, որ դուք ինքներդ խոսել եք սրա մասին։ Ես չեմ ուզում, որ այդ օրը որևէ մեկը մեքենայի ղեկին նստի։ Բայց ոնց կլինի դες Գեր Պետրոսյան։ Կլինի, Արեն ջան, կլինի։ Ապա այդ ոտքով ման չեն կան Գեր Պետրոսյան։ Չէ, Հովհաննես ջան, ոտքով իհարկե ման չկա, կլինեն մեքենաներ, բայց փորձառու վարորդներով։ Հակառակ դեպքում ես ձեզ բոլորիդ իջեցնեմ ու տաքսի կպատվիրեմ։ Գեր Պետրոսյան, ինչ տաքսի, ինչ բան։ Երեխաներ, ես ուզում եմ, որ ոչ ես, ոչ դուք, ոչ էլ առավել ևս ձեր ծնողները այդ օրը չլարվեն, ու մենք բոլորս միասին լիարժեք ուրախանանք։ Ես էլ եմ մտածում, ինչ իմանաս, ինչ կլինի։ Երեխեք ջան, ամեն տարի այդ օրը մի վթար լինում է, վարել չիմանալու պատճառով, անզգուշության, չափից շատ ոգևորվելու։ Ու ես իսկապես շատ եմ խնդրում ու պահանջում, ոչ ոք ղեկին չնստի։ Ու տղաներ, չոգևորվեք ու ալկոհոլ չընդունեք, լավ։ Հակառակ դեպքում ես իսկապես կնեղանամ ու խնջույքի կեսից կհեռանամ։ Տենց բան չի լինի Գեր Պետրոսյան։ Չես կարող ասես։ Լավ, ինձ թվում է ես արդեն ճիշտ կանեմ արկել եմ խնջույքը, հա։ Չէ, մենք ամեն ինչ կանենք գնանք, ոնց որ դուք եք ասում։ Ոչ մեկ ղեկին չի նստի ու Սահլինե։ Եթե հարցը մենակ Գևորգն է, հարց չկա։ Բայց եթե մեկը խմել, չէ, ես էլ եմ խմելու։ Ոչ, ոք չի խմելու։ Դե խմելը նենց բան է, որ ուզում ենք տրամադրություններից բարձրացնենք, էլի։ Հո, լոված չենք անելու Գեր Պետրոսյան։ Ես չեմ կարծում, որ այդ օրը տրամադրություն բարձրացնելու կարիք կլինի Գևորգ։
Լավ, կարծում եմ, որ մենք իրար լավ հասկացանք, չէ՞։ Հասկացանք, բա ոնց ընկեր Պետրոս։ Կանենք նենց ոնց ասեցիք։ Լավ, ուրեմն անցնենք հաջորդ թեմային։ Լուսինե ջան, ինչ վիճակում է ձեր վերջին զանգի ցերեկույթը։ Դե Պետրոսյան, դե սցենարը կա, մնում է այսօր փորձենք։ Դե ուրեմն այս դասից հետո կմնաք ու կփորձեք, լավ։ Դուք էլ եք մնալու։ Հա, իհարկե, կմնամ։ Գուցե ինչ-որ բանով կարողանամ ես էլ օգնել։ Շատ լավ։ Ինչե՞ որ վերջին բան կլինի։ Դե հիմա բացեք տետրերը։ Դասենք անում։ Իհարկե։ Հա, գնանք։ Այդ մունատով դեմքդ փոխի։ Մունատով նվեր չի լինում։ Նվեր։ Չի քո համար նորից ուներ։ Ուր եմ գնալու։ Այս անգամ դու չես գնում։ Այս անգամ ես եմ քեզ իմ ավտոյով տանելու։ Պատկերացնում ես ինչ մեծ պատիվ է քո համար, որ ես քեզ իմ ավտոյով տեղ տանեմ։ Ինչ եմ անելու։ Քո գործը պետք է անես, ի՞նչ պետք է անես։ Այդ մարդը, Ալեքսանդրը, Մանվելին շատ է պետք։ Մանվելն էլ իր հետ շատ լուրջ հարցեր ունի։ Ու եթե դու հանկարծ որոշես քեզ չգիտեմ ում տեղը դնես, հանկարծ իր մոտ խաղեր չտաս, հասկացար։ Դիք խնդրում եմ կլինի ուրիշին ուղարկես։ Այս դու էլի քեզ Մանվելի տեղը դրիր, հա։ Դավայ հելնգի առաջ։ Շուտ արա։ Կներես, ես անգամ հրավիրատոմս մոռացել էի բերեի։ Ասեցի ինգի առաջ։ Ճշտեցի։ Եվ մենք կարող ենք 10% զեղչանել։ 10%։ Ընդամենը 10%։ Ախր մեզ մոտ Լսեք, եթե ես հենց հիմա մոտենամ ձեր տնօրենին եւ ասեմ, որ ես սրանք գնում եմ, ինձ թվում է նա կհարմարվի։ Հասկացեք, մենք պարզապես ավել չենք կարող գին միջնել։ 10%։ Ինձ թվում էր դուք լավությունը մոռացող մարդ չեք։ 10%։ Լավ։ Այդ դեպքում ձեր տնօրենին ասեք, որ ես կգնեմ։ Բայց գումարը կտամ մաս-մաս։ Մաս-մաս։ Այո, մաս-մաս։ Ու դուք ինձ կերաշխավորեք։ Տիկին Մնացականյան, Դուք այստեղ եք աշխատում, չէ՞։ Ձեզ կվստահեն։ պարզապես մեզ մոտ նման բաներ չեն արվում։ Այսինքն դուք չեք էլ ուզում փորձել։ Մի մոռացեք, որ ես ձեր աղջիկա ուսուցչուհին եմ։ Աստված իմ, ես կին երեխուս կյանքը կուտի հիմա։
Հիմա ինչ ես ասում։ Ինչ պիտի ասեմ։ Նա դու բեշ դորջարման նարդիսս չգլորեք։ Այդ ես որովա գլորողն եմ, որ հիմա գլորեմ։ Լավ էլի Ղազարյան, լավ հարմար պահ, ծավը տան։ Շեյքվանը գնացել է տուն։ Տարվա վերջնա, չէ՞։ Ինչով ես զբաղված, ինչ ես անում, նարդի խաղանք էլի։ Ինչ պիտի անեմ, ստուգանքներ եմ ստուգում, հասաթերթիկները պետք է պատրաստեմ։ Լավ էլի Ղազարյան, ծավը տանեմ, բա պետք է քեզ, երեխեքի մուրազի վրա ես չոքել։ Գնահատականների թող գնան, նա նշանակի մի բան թող վերջանա գնա։ Հո նշանակելով չէ։ Դու ես նշանակելով ա։ Սա քո ձեռքում հասկանում ես, քո ֆիզիկայը ոչ կյանքը սկսելա, ոչ քո ֆիզիկայով այդ կյանքը կավարտի։ Լավությունները ցավը տանեմ, լավությունները որ վաղ այդ լավությունը Աստված քո դեմը բերի։